Թող ազգային փանաստեղծներ Եփրատն ու Տիգրիսն Հայաստանի երկու աչեր ներկայացնեն եւ լան։ Թող պարոն Չուխաչյանին ալ եղանակներ հորինել դան եւ եղանակով լան։ Ես պարոններ, ես կծիծաղիմ եւ ծիծաղելու համար ոչ եղանակի կարոտություն ունիմ, ոչ թաշնագի։ Տերություններու վրա լալն տերություններու մեծագույնն է։ Խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է, թե արյուն չունինք թափելու։ Արտասուքը մանուկներու եւ քիներու բաժինն է։ Գաղաչեմ, մի դպի կանոնց բաժնին։ Նա ծիծաղագերգություններ ու ֆելյետոններ էր գրում սուլթանական Թուրքիա կոչվող երկրում, որի մասին պիտի գրեր անգլիացի դրամատուրգի խոսքը ձևափոխելով։ Տաճկաստանի մեջ բանտ, բանտի մեջ բանտ։ Մեծ երկիծապանը ծաղրում էր ու կսմիթներ ուղարկում նաև իր հարազատ ժողովրդին, եւ քանի որ չէր հավատում ոչ փոխվող Թուրքիայի երազանքին եւ ոչ էլ Անգլիայի կամ մյուս գերտերությունների բարեսրտությանը, ստիպված էր ինքը ժողովրդին ազատություն շնորհել ու ամբողջ ձայնով գոչել միակ ճանապարհի մասին։ Ես ալ այսօր իմ որոշումս տվի Հայաստանի նկատմամբ, ինքնուրույնություն տվի Հայաստանին, քնա, առ, եթե կարող ես։ Հակոբ Պարոնյանը համաշխարհային նշանակության դեմք է։ Եվ եթե համաշխարհային գիտակցության մեջ Հակոբ Պարոնյանի անունը չկա, չի հիշվում, չի ոլորվում, դա ոչ թե Հակոբ Պարոնյանի ստեղծագործության արժեքից է, այլ նրանից, որ հայ ժողովուրդը դեռևս չունի այն ուժն ու նշանակությունը համաշխարհային ասպարեզում, որ նրա մշակույթը եւս այդ ընկալումն ունենա։ Պարոնյանը բարդ գոյություն է, հեշտ գոյություն չէ։ Եվ նրա ծնունդը պայմանավորված է նախ այն միջավայրով, որտեղ նա ծնվեց, ապրեց, մեծացավ, եւ նաեւ այն միջավայրով, որտեղ նա գործեց։ Հակոբ Պարոնյանը ծնվել է Թուրքիայի եվրոպական մասի Ադրիանապոլիս քաղաքում 1843 թվականին։ Նախնիները գաղթել են պատմական Աքն քաղաքից։ Ադրիանապոլիսի բնակչության մեծամասնությունը հույներ էին, եւ ապագա գրողի մանկությունն անցել է հունական միջավայրում։ Կրթությունը ստացել է Արշակունյաց վարժարանում, որտեղ հայոց լեզվից սովորել է նաև ֆրանսերեն ու իտալերեն։ Մի անգամ աշակերտ Հակոբը, որը չէր սիրում թվաբանությունը եւ շատ ջանք էր թափում այս առարկան յուրացնելու համար, ուսուցչի հանձնարարած խնդիրը կոտորակների վերաբերյալ չի կարողանում լուծել։ Այդ պատճառով էլ գրատախտակին գրում է. «Հրաժարինքի դիվաբանութենեն եւ ամենայն չար կոտորակած նորա»։ Դպրոցն ավարտելուց հետո 1857 թվականին ընդունվում է Ադրիանապոլիսի հունաց մայրվարժարանը, հունարենի մեջ հմտանալու համար, սակայն չի ավարտում ուսումը։ Շուտով նա սկսում է ամեն տեսակ աշխատանք կատարել, դառնալով դեղագործի աշակերտ ու հաշվապահ, թարգմանիչ ու տնային ուսուցիչ։ Բայց Պարոնյանը, զգալով, որ իրեն այլ դեր է վիճակված եւ որ պետք է գործունեության լայն ոլորտներ գտնել, մեկնում է Պոլիս, որտեղ մթնոլորտը լցված էր ազգային զարթոնքի ու հույսերով, Միքայել Նալբանդյանով ու Զեյթունի ապստամբության լուրերով։ Ինչպես նշում է Պարոնյանի կենսագիրներից Գառնիկ Ստեփանյանը, ահա այս մթնոլորտում, երբ նաև հայ թատրոնն էր բեմից ազատության կոչ անում եւ ինքնուրույն կենցաղային դրամատուրգիա ստեղծելու հորդորներ ուղղում, Պարոնյանը գրում է իր առաջին գործը՝ երկու տերով ծառամը կաթագերգությունը։ Որոշ ժամանակ նորից հարազատ քաղաքում աշխատելուց հետո գրողը, որ միշտ ինքնուրույն ու անկախ ապրելու ձգտում է ունեցել, 1870 թվականի սկզբներին երկրորդ անգամ գալիս է Պոլիս եւ սկսում է աշխատանք փնտրել։ Սկյուտարի ճեմարանում ուսուցիչ է նշանակվում, որտեղ ծանոթանում է բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանի հետ եւ նրա առաջարկով սկսում է աշխատակցել թերթին, հետագայում դառնալով նրա խմբագիրը։ Այսպես է սկսվում երգիծապանի մուտքը լրագրության եւ հրապարակախոսության աշխարհ։ Շուտով Հարություն Սվաչյանի մեղու հանդեսում հայտնվում են երգիծական հոդվածներ քամ ստորագրությամբ։ Այս սրամիտ հոդվածներում հեղինակի ծաղրի թիրախ էր դառնում թե ժամանակի հասարակաքաղաքական կյանքը եւ թե հայ կանանց ու երիտասարդների կենցաղը։ Քամ անունով ստորագրող այդ հեղինակը Հակոբ Պարոնյանն էր, ով հետագայում ինքն էր ստանձնելու հանդեսի խմբագրի պարտականությունը։ Այսպիսով հրապարակախոսությունը դառնում է երգիծապանի հիմնական աշխատանքը, որով նա զբաղվել է մինչև կյանքի վերջը,
խմբագրելով ու հրատարակելով մի շարք այլ պարբերականներ, որոնցում էլ տպագրել է իր ամբողջ գրական ժառանգությունը։ Պարոնյանը հայտնվեց Պոլսում։ Ինչ էր անում։ Դարձավ թերթերի խմբագիր, թերթերի պարբերականների խմբագիր։ Այսպես խմբագիր, որ ասում ենք, հատկապես մեր ժամանակներում էլ մի բառել ենք ավելացնում գլխավոր խմբագիր, ճոխ է հնչում, բայց թերթով գրականությամբ զբաղվում է, ինչպես Պարոնյանն էր դարձյալ ասում, իր թշվառությունն էր ավելացնում, ոչ ավելի բան, թշվառություն ընդամենը։ Դժվար աշխատանք էր, խմբագրեց Եփրատը, խմբագրեց թատրոնը, Խիկարը, խմբագրեց նաև մի հետաքրքրական պարբերական թատրոն մանկանց։ Առաջին մանկական ամսագրերից էր, որ հասցեագրվեց երեխաներին, թատրոն մանկանց։ Այս ամենի վրա նա ծախսեց իր ուժը, էներգիան, եռանդը, ամեն ինչ ներդրեց այս ամենի վրա, եւ սա կարևոր է նաև այն առումով, որ Պարոնյանի ստեղծագործությունները այսպես ամբողջությամբ լույս տեսան այս պարբերականների էջերում, ինչ գրեց, տպագրեց, եւ հետագայում ավագելի իմի բերելը, հատորների մեջ զետեղելը արդեն համեմատաբար հեշտ գործ է։ Երբ արգելել են տպագրել թերթը, Պարոնյանն անմիջապես սկսել է մի ուրիշ պարբերական հրատարակել, եւ երբ անհնար է եղել Պոլսում տպվելը, Պարոնյանն իր դիրքորոշումները Կովկասահայ մամուլին է ներկայացրել։ 1874 թվականից Պարոնյանը խմբագրում է թատրոն երգիծաթերթը, որը շարունակում էր մեղվի քաղաքական գիծը։ Թատրոն թերթի հետ է կապված Պարոնյանի երգիծական հանճարի փայլատակման, նրա գործունեության ամենաբեղուն շրջանը։ Այս ժամանակ է գրողը սկսում հրատարակել իր նշանավոր ազգային ջոչեր շարքը եւ պտույտ Պոլսո թաղերու մեջ ակնարկաշարը։ Թատրոնը նկատելի աշխատանք է կատարում ռեալիզմի զարգացման եւ կլասիցիզմի քննադատության ուղղությամբ։ Թատրոն երգիծաթերթը փայլում էր Պարոնյանի սրամտություններով ու կսմիթներով։ Պարոնյանն իր քաղաքական հայացքները ներկայացրել է դիմանկարների շարքով։ Պարոնյանի երգիծական հանճարի բարձրակետը ազգային ջոչեր դիմանկարների շարքն է։ Ազգային ջոչեր։ Սա այսպիսի բան գրելու համար պետք էր ոչ միայն հանճար ունենալ, տաղանդ ունենալ, այլև պետք էր շատ համարձակ ու հանդուգն մարդ լինել։ Կողքիդ նույն քաղաքում ապրում են ազգային ջոչերը, ում գրող անդրադառնում է, եւ անուն առ անուն նրանց կերպարները ծաղրաքանդակի ենթարկում, շարժի, գրոտեսկի։ Այսպիսի բան գրելը հերոսություն է։ Իրականությունը կար, ընդ որում իրականության մեջ բազմապիսի կերպարներ կային, մի քիչ դրական, շատ բացասական, տարբեր, բոլորին էլ ներգրավել է ծիծաղի երգիծանքի տարբեր չափումներով, բոլորին էլ հարուստների բոլոր շերտերին էլ ներգրավել է, նաև մտավորական շերտերին, հոգևորական շերտերին, բոլորի հանդեպ դրսևորելով որոշակի վերաբերմունք, ինչը արտահայտում է ծաղրի չափով։ Մի քանի բառ։ Տիգրան Յուսուֆյան, ծննդյան տարեթիվը 1835, 1854, 1875։ 1835, եթե դեմքին նայես, ծերացել։ 1854, պարահանդեսի մեջ, դեպիժն դրսևորել գիտի։ 1875, եթե բոյին նայես, զորացին է կարճահասակ է։ Խնդրեմ, կերպարը կա։ Այսպես անդրադառնում է շատ շատերի։ Այնտեղ մի կերպար կա, Կարապետ Պեյ Երամյան, սև աչքերով, սև մազերով մարդ է, պատվական ազգային է, մզգիթ նշինել տված է, ավարտվեց։ Պատվական է, պատվական չէ, սև աչք ունի, կանաչ բեղեր ունի, ինչ ունի, չունի, բայց արդեն այս մարդը խայտառակվեց, որովհետև ոչ թե իր ազգին է ծառայում, այլ ուրիշ է։ Ազգային ջոչերի առանցքը ինչն է, բարոյականությունը, ծառայությունը ազգին եւ ժամանակի մեջ իրենց չափուկշիռը ճիշտ իմանալը, որովհետեւ նրանք մեծ մասը գերագնահատված մարդիկ էին, իրենց չափի մեջ չէին։ Պարոնյանը նաեւ դա է ծաղրում։ Նրա համար ընդունելի էր մարդը
ով իր չափի մեջ էր, իր որակների մեջ էր, լավ էր թե վատ էր դա ուրիշ բան, բայց ծաղրելին հակադրության մեջ է ստեղծում։ Թատրոն պարբերականի ու Պարոնյանի ուշադրության կենտրոնում էր թշվառ ու հալածված Արևմտա Հայաստանի խնդիրը։ Այն ժամանակ, երբ մյուս թերթերը թույլ ու վախվորած ակնարկում էին Արևմտյան Հայաստանում կատարվող սպանությունների ու կողոպուտների մասին, Պարոնյանը, ինչպես միշտ խիզախ ու համարձակ, ուշից ստացված միլուր հայերի սպանության մասին հրատարակում է Սև շրջանակի մեջ։ 1880 թվականից Պարոնյանը սկսում է հրատարակել իր գլուխգործոցը «Մեծապատիվ մուրացկաններ» մենագրական վեպը, որը հայ գեղարվեստական արձակի կատարյալ նմուշներից է։ Դեպքերի հանգուցակետում Աբիսովոմ աղան է, ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ դրամատեր եւ նրան շրջապատող մեծապատիվ մուրացկանները, հայ մտավորականության ներկայացուցիչները, թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանն ու դերասանը։ Պարոնյանը նշում է, որ ներկայացնելով մեծապատիվ մուրացկանների պատկերների շարքը, ինքը ոչ այնքան ցանկացել է նրանց մեղադրել, որքան ներկայացնել ժամանակից գրական մարդոց ողբալի կացությունն ու ազգային մեծատուների անտարբերությունը։ Մեծապատիվ մուրացկանները թեև ոչ դրամատիկական ստեղծագործություն է, սակայն բազմաթիվ բեմադրություններ է ունեցել հայ թատրոնում։ Պարոնյանի վիպակի վերնագիրը ինքնին արդեն հակադրության մեջ երկիծանք է ու ծաղր, մեծապատիվ մուրացկաններ եւ մեծապատիվ եւ մուրացկան։ Այս մեծապատիվ մուրացկաններն են գրողը, բժիշկը, դերասանը, խմբագիրը, քահանան, նկարիչը, որոնք հերթով այցելում են նրան։ Այցելում են, իրենց են դրսևորում, իրենց են ցույց տալիս։ Հատկապես Պարոնյանը շատ այսպես սպանիչ ծաղրով է խոսում բանաստեղծի կերպարի մասին։ Դե Հայաստանը բանաստեղծներ արտադրող երկիր է, չէ՞, ասենք Ճապոնիան արտադրում է բարձր որականիշի մեքենաներ եւ այլն, Հայաստանն էլ այսպես բանաստեղծներ արտադրում եւ են գլխից։ Եվ ուր էր թե արտահանենք եւ մերը չլիներ տանք ուրիշ այդ բանաստեղծներին, որովհետեւ բան են անում, չէ՞, պարտենում են մեզ ուրիշտեղ գնահատում են, այստեղ չեն գնահատում։ Թող գնացեք, խնդրեմ, գնացեք, թող ուրիշտեղ գնահատեն։ Ահա Պարոնյանը այդ կերպարն է ծաղրում բանաստեղծի մեծամիտ, դատարկ, սուտ, փուչ, արտաքին ձևերի մեջ, գալիս է, թռչում է սեղանին, ազերը խռիվ, արտասանում է մի խայտառակություն, խոսում է, ներկայացնում է ու ամեն կերպ գումար է պոկում, որ մեկ մուսան գա, մեկ այս մասին խոսի, մեկ այն մասին։ Ահա այս բանաստեղծի կերպարը շատ խորհրդանշական կերպար է։ Եվ Պարոնյանը իրոք ուրվագծել է դատարկ մարդու, փուչ մարդու կերպարը։ Պարոնյանը, այո, իր միտքն է այստեղ շարունակում, թշվառության վրա ծիծաղելը, թշվառությունը շարունակելն է։ Այս մարդիկ ի վերջո մտավոր աշխարհի մարդիկ են, նաև սրանց մեջ նաև դրական կերպարներ էլ կան։ Ասենք, այսպիսի այս ճյուղից ծնվեց, օրինակ, շատ կարևոր մի զուգահեռ է Նարդոսի մեղորերից մեկը, չէ՞։ Իր հերոսին ինչ անուն է դրել, Պատրիկյան, չէ՞։ Թշվառի մեկն է, գրքերին այլ դրական կերպար են որում։ Նրա ազգանունը պետք է լիներ Թշվառյան, բայց դրել է Պատրիկյան, այստեղ մեծապատիվ մուրացկան, այնտեղ Պատրիկյան, որ այս հակադրություն ակնհայտ երևա։ Ինչ Պատրիկ, այ բարեկամ, այ Թշվառ ջան։ Տեսնում եք, այ գրական ինչ ընդհանրություններ կան եւ դա այդ ընդհանրությունը տալիս է ազգային կյանքը, ազգային կերպարները մարդկային կյանքը, գրողն էլ սուր աչք ունի նայում ու տեսնում է։ Պարոնյանը գրականություն է մտել որպես թատերագիր, բայց տարօրինակ պարադոքսով երգիծաբանն իր կարտագերգությունները բեմադրված չի տեսել, եւ պարոնյանական առաջին գործը, որ բեմ է ելել, մեծապատիվ մուրացկաններ վեպն է եղել, այն էլ ոչ թե Պոլսում, այլ Գևորգյան ճեմարանում։ Պարոնյանը համարում էր, որ թատրոնը պիտի ներկայացնի, ի ցույց դնի ժողովրդի թերություններն ու սխալները, որպեսզի ուղղվելու ճանապարհ նշի։ Եթե կուզեք, որ թատրոնն իր նպատակին հասնի, ուզելու ենք նախ, որ ազգային թատրոններն ազգային մոլություններն հարվածող կամ ծաղրող խաղեր ներկայացուցան են։ Ամեն ադեն շարունակ օդար ազգած խաղերը ներկայացնել են, անոնց մոլություններեն դեսարան հանելը կրնա զբոսացուցիչը լալ ոչ օգտակար։ Երգիծաբանը չէր հասկանում, չէր ընդունում պատմական դրամաների գոյությունը, որոնք հեռացած են Պոլսահայկյանքից ու միայն Վարդան Մամիկոնյանի ու անցյալի մնացած հերոսների կռիվն ու մահն են փառաբանում։ Մեգուն մեջ գնայիս,
Վարդանը պատերազմի մեջ կմեռնի, մյուսին մեջ թղմուտ քեդին մեջ կխեղդվի, մեգալին մեջ պատերազմե թարնալե հետո կմեռնի, վերջապես ամեն մարդ ուզածին պես կմերցունե քաջն Վարդանը, եգուրդես, որ քաջն Վարդան այս ողբերգությանց մեջ ալ կցուցանե յուր քաջությունը, զինքը մերցնող ողբերգություններուն մեծակույն մասն ալ ինքը կմերցունե։ Պարոնյանի հայացքները իրականության վրա շատ դառն են եւ նա իր պատկերացումը թատրոնի մասին որպես կազմակերպություն, որպես մշակույթ, մեր հետեւյալ կերպով, մեր եթե կուզենք, որ ազգային խաղերը հաջողությամբ պսակվին, պետք է ձգտենք, որ նախ եւ առաջ ծաղրեն ազգային թերությունները։ Իսկ ազգային թերությունները չեն ծաղրվում։ Ժամանակվա դրամատուրգիան հիմնականում ներկայացվում էր պատմական նյութի վրա, Վարդան Մամիկոնյանների բազմություն էր գալիս եւ այս Վարդան Մամիկոնյանները հերթով տարբեր եղանակներով մահանում են, իսկ Պարոնյանը ծաղրում էր, ասում էր, մեկը բերում է Մամիկոնյանին Հավարարի ճակատամարտում կոտորում, մյուսը տղմուտ գետում խեղդում, երրորդը ասում է, թե պատերազմից հետո մահացավ։ Բազմաթիվ Վարդաններ գալիս են իրենց մի մասն էլ զոհում են իրենց հեղինակներին բավական հաջող կերպով։ Չկա կեղծ կոչերով առաջ գնալու որևէ եղանակ։ Եթե չես տեսնում սեփական թերությունը եւ ինքդ քեզ չես մեղադրում յուրաքանչյուր իրադրության մեջ։ Պարոնյանը փորձում էր իրատես լինել։ Իսկ ո՞րն էր իրատեսությունը։ Որ հայերը ապրում են Թուրքիայի մեջ որպես Թուրքիայի քաղաքացիներ եւ այդ երկրի կարգ ու կանոնով պետքա փորձեն իրենց դիրքերն ամրացնել։ Եվրոպական եւ ռուսական կողմերից եկող ազատամտության գաղափարները մեզ համար չեն, մենք դրան պատրաստ չենք։ Եկան մարդիկ եւ փողոքնատոր հոգ չէ ինչ կլա Ուր է աչեր ձախ իսկ վերվար ուր ինչ կլա թողլա Բաղդասար աղբարը կատակերգությունը հայ դրամատուրգիայի լավագույն նմուշներից մեկը Պարոնյանը հրատարակում է 1886 թվականին, երբ փակված էր հայ թատրոնը, արգելված էին հայերեն ներկայացումները։ Այս պիեսը պոլսահայ կյանքի անդրադարձն է, իսկ նրա հերոսը Բաղդասարը դուրս է եկել իր միջավայրից, իր շրջանից, թողել է իր նարեկը, թատրոն գնացել ու այնտեղ էլ հանդիպել իր ապագա կնոջը։ Ահ, ոտքս գոդրեր, թատրոն չէր թայ այն քիշեր։ Բաղդասարը չի գիտակցում, որ պետք է խաղա, ձևացնի այդ միջավայրում ապրելու համար եւ ոչ թե ճշմարտություն հաստատի։ Ինչպես անում են առաջնային կարգի դերասանուհումը պես խաղացող Անուիշը, ընկերոջ կնոջը սիրելու հանցանքն ունեցած Քիպարը, ում անունը թուրքերենից թարգմանաբար ազնիվ է նշանակում, եւ նրբացուցիչ փաստաբան Օքսենը։ Բաղդասարի գործով զբաղվող ազգային դատաստանական խորհուրդը պետական մարմին չէ, եւ դրա ծիծաղելի անդամները Փայլակը, Երկաթը եւ Սուրը իրականում ոչ մի իրավասություն չունեն դատելու որևէ մեկին, թե Բաղդասար աղբարը, եւ թե մեծապատիվ մուրացկանների բազմաթիվ բեմադրություններից քչերն են վերհանել Պարոնյանի կենցաղային կատակներից բարձր ու զգաստացնող ցավը։ Նրա հեգնանքի մեջ խորը կսկից ու կարեկցանք պիտի նկատել։ Ըստ էության, Պարոնյանի այդ մտահոգության մեջ կարելի է տեսնել ապագա մեծ ողբերգությունների կանխատեսումը։ Սահմանադրություն չունեցող երկրում հայերը սահմանադրություն են հռչակում։ Երեսփոխանական ժողովներ ու խորհուրդներ գումարում։ Այդ ամենի մեջ մեծ երգիծաբանը, որպես ազգային պահպանողական ուղղության հետևորդ, մեծ անպատասխանատվություն է տեսնում։ Շատ են մեծապատիվ մուրացկանները, որ պատտվում են տգետ մեծահարուստի շուրջ բոլորը, որովհետև թիկունքում չունեն պետություն։ Դատաստանական խորհուրդը չունի ոչ մի լիազորություն պատժելու անհավատարիմ Անուիշին, Կիպարին կամ Պախտիկին, որովհետև, ինչպես նկատել է ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովանիսյանը, չի ներկայացնում ոչ մի պետություն, այսինքն պետական կառույց չէ, այլ ազգային հասարակական, որն իրավունք ունի միայն գործը քաղցրությամբ լմնցնելու։ Թատերայնությունը Պարոնյանի մոտ սա թատերական պայմանականությունը չի, ընդգծված թատերական ֆորմաները չեն, այլ ինչպես Հենրիկ Հովանիսյանն է պնդում, սա կյանքի թատերայնության ճշմարիտ արտացոլումն է։
այն պայմանական վիճակները, որ մենք տեսնում ենք թե նրա պիեսներում, թե ասենք մեծապատիվ մուրացկանները, որ հաճախակի բեմականացվել է, մենք տեսնում ենք հարաբերություններ, իրադրություններ, որոնք անմիջապես կյանքից են գալիս, բայց հուշում են կարծես թե թատերային վիճակ։ Ինչու թատերային։ Գուցե պատճառը նրանում է, որ բոլոր հարաբերությունները եւ բոլոր վիճակները փորձում կեղծ էին։ Մարդիկ գալիս են, դատ են բացում Պաղտասարի տանը եւ քննում են գինու ու խնձորի հարաբերությունները, որովհետեւ դատավոր չեն։ Իրանք դատավոր են խաղում։ Չկա դատարան, չկա նման իրականություն, որտեղ կարող էր Թուրքիայի մեջ հայը դատ բացել եւ ինչ որ մի դատարանում ներկայացնել։ Այս երկիրը ինքը ունի իր սահմանադրությունն օրենքը, բայց մենք մեզ համար ազգային սահմանադրություն ենք կազմել եւ այս ազգային սահմանադրությամբ առաջ ենք շարժվում։ Ինչ դատարան է սա։ Որտեղ կասես դատարան։ Եվ հաջերը երևակայեցը, համբարական դունեմը թուրսելակալլա։ Դոհաց կովույտ ես հատ։ Այնես։ Ինչ եղավ, ախտարապար դուր մի խարրն է կորսը կզվե երաս է։ Ու ինչի դες կապտանիչի Ախտավարական պարտիտը պահանջ է եղել, որ առամցի տեսացություննա դիկրոչ է։ Պարոնյանը ներքին բան ուներ Սփյուռքի այլոց գործերի հանդեպ կնոջ ազատություն, կնոջ հարց եւ այլն։ Պարոնյանը իր վերաբերմունքը ոչ թե այսպես ճակատային 4 ձևով հոդվածային բանով է տալիս, այլ այստեղ, ահա խնդրեմ կնոջ ազատություն եք ուզում, ահա խնդրեմ Անուշի կերպարը, կնոջ ազատ կերպարը եւ եվրոպական բարքերի հաստատումը Կիպարի խոսքերով։ Կիպարը ասում է. Ինչ անենք, որ ես քո կնոջը սիրում եմ։ Դու էլ սիրիր քո կնոջը, ես էլ սիրեմ։ Հոգ չի ասում է, ես սկզբունքի կդավանեմ, թող մեր սկզբունքները վիճեն, ինչու մենք վիճենք իրար հետ։ Խնդրեմ, եվրոպական փարիսեցիություն եւ այսպես սկզբունքների կռիվ, ինքը ազատամիտ է, ինչ կա որ դու էլ սիրիր քո կնոջը, ես էլ կսիրեմ, թող սկզբունքները կռվեն։ Հա Պարոնյան այդ սուտ ազատամտությունն է ծաղրում, որ կործանում էր ընտանիքները, որ բարոյազրկում էր մարդկանց։ Մենք մեր ժամանակների հաճախ դիտելով, կարդալով նրա պիեսները միշտ չի որ ճիշտ են գնահատում։ Պաղտասար աղբարին կարեկցանքով մոտենում եւ այսպես որպես թե դավաճանված ամուսին։ Մինչդեռ սա կատակերգական վիճակի մեջ է հայտնվել իր իսկ պատճառով։ Ինքն է սխալ գործել։ Եվ սա այսպես ճակատագրական սխալն է, հենց կատակերգական, դասական կատակերգության իմաստով, հա, ժամանակի մեջ, իսկ ինքը դա կրկնում է եւ տեքստի մեջ մենք դա իմանում ենք, բայց ինքը դա չի գիտակցում։ Պաղտասարը փորձում է խախտել սահմանը եվրոպացու եւ հայի մեջ, կամ առաջադեմ ճակերտավոր, առաջադեմ եվրոպական մտածողության եւ փորձի ավանդապաշտի մեջ։ Եվ հայտնվում է սխալ վիճակի մեջ, որտեղ գնացել է թատրոն, իսկ թատրոնում ում հետ կարող էր ծանոթանալ։ Իրեն համապատասխան հավատարիմ մի կնոջ, թե Անուշի, որ բնական կերպով պետք է ընտրեր երիտասարդ եւ գեղեցիկ Կիպարին, ինչ Պաղտասարի մասին է խոսքը։ Թատրոնը խաղարկվում է ատամնաբույժի մեջ։ Ասում է, ուր էր գնացել, թատրոն էի, նախորդ գիշեր ուր էր գնացել, ատամ քաշելու, այն մի գիշեր հիվանդ էր ատամ լցնելու։ Թատրոնը այստեղ պատահական բառ չի, եւ թատրոնը Պաղտասարի ուշադրության կենտրոնում էր, Պարոնյանի ուշադրության կենտրոնում էր ոչ թե որպես մի տեղ, որտեղ նա իր պիեսներն է ներկայացնելու։ Թատրոնը ավելի շուտ նրան հետաքրքրում էր որպես կյանքի թատրոն։ Այն ինչ որ իրականում է տեղի ունենում, ինչ որ խաղարկվում է իրականության մեջ։ Երգիծաբանի պտույտ մփորձոթաղերու մեջ շարքն ընդգրկում է 34 ակնարկ, ըստ քաղաքի թաղամասերի։ Պատկերում է պոլիսի կյանքը, փողոցների կարգ ու կանոնը, ըստ թաղամասերի ժողովրդի ունեցվածքի մակարդակը, կրոնավորներին, դպրոցները, եկեղեցիները, առևտրականներին ու ձկնորսներին, գինետներն ու զվարճանքի վայրերը, շոգենավերը եւ այլն։
Պոլսի ամենահարուստ թաղամասի Բերայի մասին երգիծաբանը գրում է. Բերայի սահմանն է արևելքեն խաղամոլություն, արևմուտքեն պեշնասիրություն, հարավեն շռայլություն և հյուսիսեն խարդախություն։ Պատույտը Պոլսու թաղերուն մեջ հրաշալի վերնագիրը գտել է։ Մի կողմում Բերան է, որը Պոլսի Փարիզն է, ըստ իր ձևակերպման, մյուս կողմում Սամաչյան, աշխատավորների թաղամասը։ Եվ այս Բերայի սահմաններ այսպես է գծում. արևելքից շվայտություն, արևմուտքից ճոխություն, հարավից շռայլություն, հյուսիսից խաբեություն։ Ահա այդ քաղաքի խաղամոլություն եւ այլ բաներ քաղաքի այդ հատվածի բնորոշ հատկանիշը, որ ապրում են հարուստները, հիմա մեր իրականության մեջ էլ այդպիսի թաղամասեր կան եւ որպես օրենք նա ծաղրում է այդ հարուստներին, ովքեր ունևոր են, բայց մտազուրկ։ Ու Սամաչյանն էլ ահա աշխատավորների թաղամասն է, ընդ որում սա այս միտքը ուզում եմ անպայման շեշտելու ասել, Պարոնյանը անդրադարձել է հանրային կյանքը կազմող բոլոր շերտերին, սոցիալական շերտերին, այդ թվում նաև չքավոր շերտերին, աղքատներին, խեղճերին եւ այլն, բայց այս ստորին շերտի մարդկանց հասցեին երբեք որևէ կոպիտ խոսք չի օգտագործել, երբեք թեթև ծաղրը չի դարձրել սպանիչ ծաղր։ Ինքն էլ էր այդ շերտից, որովհետև այդ ծանր հոգեբանական ապրումները նա շատ լավ գիտեր։ Ասիգա ատամն դատաման եղավ, բարոն ատամնաբուշ, հատամն հատաման։ Պարոնյան երգիծաբանի ստեղծագործական չափի զգացումը կատարյալ է։ Երկարաբանությունը կամ սխեմատիզմը միանգամայն խորթ են նրա ստեղծագործությանը։ Գրողը ուշադրություն է դարձրել ոչ միայն բովանդակության ճշմարտացիության ու խորության, այլև ձևի կատարելության վրա։ Պարզությունն ու ճշմարտությունը ամեն բանի մեջ ամեն բանից առաջ փնտրվող գեղեցկություններ անվանող երգիծաբանը դիցաղ առաջացնելու նպատակով երբեք չի դիմել արհեստական միջոցների։ Պապիսդ քթեր ես։ Դմենակիզով je serai seul à la maison et m'embrasser. Et où Շատ նուրբ է ամեն բառի ընտրության հարցում։ Պատահական բառ չենք հանդիպի։ Նույնիսկ ատամնաբույժից սկսել ենք, ասենք, առանձնացված ֆրազը, ով առաջադիմություն, հայությունը պոչի գետնաքարշ ուր կվազես։ Առանձնացված մի ֆրազը կարելի է որպես քաղաքական եւ այնտեղ շարունակություններ կա, կարելի է մի լուրջ այսպես քաղաքական գաղափարական շերտ որպես դիտարկել։ Բայց սա ասվում է ընտանեկան վեճի ժամանակ եւ ասվում է մի գազազած կին ամուսնու դավաճանության վրա բարկացած։ Սա է առաջադիմության նյութը։ Սա այստեղ առաջադիմությունը դրսևորվել է, այստեղ առաջադեմ ենք, եթե կինը դավաճանում է ամուսնուն կամ ամուսինը կնոջը, այստեղ մենք եվրոպական մտածելակերպի ներկայացուցիչ ենք, իսկ երբ որ գալիս ենք հանկարծ հակառակ պահանջին, մենք պատրաստ ենք դնել ամեն տեսակ արգելքներ։ Պարոնյանի երգիծանքի հիմնական տեսակը սատիրան է, որը հիմնականում ուղղված էր հայ հասարակության խնդիրների դեմ, թուրքական բռնակալության դաժան գործողությունների եւ մեծ տերությունների շահադիտական քաղաքականության դեմ։ Նա իր ժամանակաշրջանի հասարակական դեմքերից ամենից ավելի ռեալիստ էր, ստեղծված քաղաքական դրությունների ըմբռնման եւ գնահատման հարցերում։ Երգիծաբանը միանգամայն հեռու էր կանգնած քաղաքական ռոմանտիզմից, երբեք պատրանքներով չի տարվել, միշտ ձգտել է սթափ պահել ժողովրդի միտքը նույնիսկ այն ժամանակ, երբ որոշ հայ հասարակական քաղաքական գործիչներ հավատում էին, թե 1877 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը կփլուզվի։ Պարոնյանը երբեք չտարվեց պատրանքներով եւ միշտ էլ երգիծանքով էր արտահայտվում սուլթանական կառավարության ու եվրոպական պետությունների հայերի վիճակը բարելավելու խոստումներին։ Չնայած իր անձին սպառնացող լուրջ վտանգներին, սուլթանական գրաքննության խիստ հետապնդումներին, երգիծաբանն իր սուր գրչով քննադատել է թուրքական բռնակալությունն ու գրել խեղդված ու ճնշված Արևմտահայաստանի մասին։
Հայաստանն հասած լուրերն վերջապես կհայտնեն, թե հարստահարությունը մշո կուսակալ կարգված է, թե հարստահարությունն է մուշը կառավարողը։ Պարոնյանը հաճախ է ծաղրել մամուլը և նրա գործիչներին, և դա նրա քաղաքական սատիրայի բովանդակության բնորոշ կողմերից մեկն է։ Մի մարդ, պատմում է նա, շոգինավից ծովն ընկավ, և չնայած լողալ չգիտեր, չխեղդվեց, քանի որ նրա ծոցագրպաններում մի հատ մասիս է եղել։ Այդ թերթը իր բովանդակությամբ այնքան դատարկ ու թեթև էր, որ կարող էր լողալ չիմացողին ջրի երեսին պահել։ Հատկապես 70-ական թվականների վերջերին և 80-ականներին մեր հասարակությունը ու մամուլը հույսեր էին կապում եվրոպական պետությունների միջամտության հետ։ Երբեմն էլ ոգևորություն ապրելով փառաբանում, Պարոնյանը չէր հավատում, որ մեծ տերությունները պիտի իրենց շահը ստորադասեն հային օգնելու համար։ Մի քանի օրից, գրում է Պարոնյանը, անգլիական պարլամենտը պիտի փացվի, ամեն մարդ անհամբեր հետաքրքրությամբ սպասում է, թե օրը 1000 ոսկի եկամուտ ունեցող մարքիզ դը Սոլսբյուրին ինչ պիտի ասի արևելյան խնդրույն վրա։ Իսկ ես նախորոք գիտեմ, որ հետևյալը պիտի ասի. ըստ ձեր հրամանոց կոնֆերանսերինք և ըստ ձեր հրամանոց կոնֆերանսին մեջ փան մեջերինք, ծափահարությունք։ Եվրոպական դիվանագիտության և թուրքական քաղաքականության ծաղր ու ծանակը ակնհայտ է։ Եվ դարձյալ մտածում ես, ինչ հանդգնություն, ինչ համարձակություն է պետք Պարոնյանին, արդեն այդ իրականության մեջ ապրող, որ կարողանար իր անձի համար չվախենալով, իր ապահովության համար չվախենալով ահադիմել այդ համարձակ քայլերին։ Մենք հայ չենք, մենք նայում ենք, թե ինչ այդ երես փոխամների օրացին ինչ է, ինչ է։ Օրացին ինչ պիտի ուղը, ոչինչ։ Ամեն օր նորնդիր անդամներ, նորածին խնդիրներ, բազում հրաժարականներ, ահա ասոնք է։ Մենք գործին, բարոն Թակարնիկոս, ասկեց ավելին ինչ կուզե։ Քաղաքական հարցերի հետ միաժամանակ, ինչպես արդեն նշեցինք, Պարոնյանի սուր քննադատությունից չեն խուսափել պոլսահայերի կենցաղի բացասական երևույթները, որոնք լավագույնս ներկայացրել է «Քաղաքավարության վնասները» շարքի 19 նովելում։ Պարոնյանն իր ստեղծագործական խառնվածքով իսկական դրամատուրգ է, գործողության և երկխոսությունների արտակարգ հարստությունը, թևավոր խոսքերի առատությունը այդ են վկայում։ Նա ոչ միայն կատակերգության սկզբնավորողը եղավ արևմտահայ գրականության մեջ, այլև ուժգին հարված հասցրեց պատմական ողբերգությունների ժանրին։ Պարոնյանի կատակերգությունները մոտ են եվրոպական կատակերգությունների ձևերին, բայց բովանդակությամբ խորապես ազգային են, և նյութն էլ պոլսահայ իրականությունն է։ Հակոբ Պարոնյանը թերևս ամենաթատերային հայ դրամատուրգը, որը պիեսները գրում էր և չէր նախատեսում դրանք բեմադրության համար։ Առաջին անգամ բեմադրվել է նրա մեծապատիվ մուրացկանները, որը պիես չէ, բեմադրվել է մահվանից մի քանի ամիս անց։ Եթե սա կապենք թատրոնի բացակայության հետ, սխալ կլինի, որովհետև 70-ականներին, 80-ականներին մենք գիտենք Պոլսի հայ թատրական մշակույթը շատ լուրջ պրոցեսների մեջ էր, չասենք վերել կամ անկում, բայց լուրջ ընթացք կար։ Կային դերասաններ, կային խումբ, խմբեր, որոշ ժամանակներում 2-3 թատերախումբեր զուգահեռաբար գործում, հայերեն ներկայացումներ են խաղում, բայց Պարոնյանի պիեսները գրվել են եւ չենք կարող ասել, թե այս մարդը գրել է պիեսները չպատկերացնելով դրանք որպես բեմադրություն։ Թատերայնությունը պիեսների ամենուրեք է, խոսքի մեջ, իրադրությունների կառուցման մեջ, թվում է, թե նույնիսկ թվում է, թե յուրաքանչյուր դերասան պետք է երազի խաղալ այս կերպարները, որովհետև խաղային նյութը շատ է։ Երբեմն իհարկե խոսում են Պարոնյանի վրա, Մոլիերի ազդեցության մասին կամ մյուսի ազդեցությունների մասին չեմ ուզում խոսել, բայց խաղարկային նյութ որպես, օրինակ Թափառնիկոսի Ատամնաբույժի մեջ, Թափառնիկոսի կերպարը կարող եմ համեմատել Դոն Ժուանի կերպարի հետ Մոլլերի մեջ, որպես խաղային նյութ, որտեղ անընդհատ իրադրությունների փոփոխություն է եւ դերասանը կարող է վիճակները խաղալ ու վիճակից վիճակ անցում է եւ այս ամեն ինչը շատ արդարացված, բայց շատ ծայրահեղ ֆորմաների մեջ դրված, կամ ասենք Խլեստակովի հետ Գոգոլի, որտեղ
ամենախաղային դերերն են, հա, համաշխարհային դրամատուրգիայի։ Եվ դրա կողքին իմ մեղավոր կարծիքով կարելի է դնել, ասենք, Թափառնիկոսի կերպարը, ով սխալ դրության մեջ հայտնված, ինքը ամենտեղ լուծումներ է գտնում, ամենտեղ մի վիճակից մյուսին է անցնում եւ այս ամենը գրվել է առանց որոշակի դերասանի պատկերացնելու։ Թվում է թե Պարոնյանը մտքի մեջ ինքը խաղացել է բոլոր այս կերպարները։ Ես քիշերը ուշ կգամ։ Ահա։ Պարոնյանը հայ գրականության առաջին ամենախոշոր երգիծաբանն է, որի հետքով պիտի գնար եւ որի ավանդները պիտի շարունակեր Պոլսեցի մեկ ուրիշ երգիծաբան՝ Երվանդ Օթյանը։ Հենրիկ Հովհաննիսյանն ուշագրավ համեմատություն է կատարել հայ գրականության այս երկու տաղանդավոր երգիծաբանների միջև իր հայ թատրոնի պատմություն 19-րդ դար գրքում։ Այնտեղ, ուր Պարոնյանը կատակում է կենցաղի վարակույրով սխոված, Օթյանը մտնելու էր ուղղակիորեն ու բացահայտ, դուրս էր բերելու ամբողջ քաղաքական շերտը եւ դնելու նոր ու գալիք ժամանակների լույսի տակ, որպես աներկբա իրատեսություն, գրում է գիտնականը։ Մարդեն, որ ինձ սնագավաց մարդ եղավ։ Թավ է, պարկության փաշակը լեցավ։ Նիգո! Նիգո! Նիգո չմանը փեր! Պարոնյանը երգիծանք եկավ տիրապետելով երգիծանքի բոլոր հմտություններին։ Նա նախ մարդկային կողմնորոշումով էր այդպեսին, կյանքում շատ մռայլ, լուր, ծանր անձնավորություն է եղել, բայց գրականության մեջ այդ ինչքան ծիծաղ, այդ ինչքան առողջ ծիծաղ է պարգևում մարդկանց։ Ընդ որում նրա երգիծանքը շերտեր ունի՝ ծիծաղ, ծաղր, ծաղրուծանակ, կամ հումոր, սատիրա, սարկազմ, շերտեր են սրանք, սպանիչ ծաղրից սկսած մինչև թեթև ծաղրը։ Նա գիտեր հետևյալը, որ թշվառության վրա ծիծաղելը թշվառությունը ավելացնել է նշանակում, դրա համար թշվառությունը պետք է ծաղրել։ Եվ իրականությունը այս տեսակետից ոչ թե իհարկե չի փոխվում, թշվառությունը չի դառնում դրախտային կյանք, բայց գոնե մարդը կարողանում է այսպես հումորով նայել, ծիծաղով նայել իրականությանը, ոչ թե անընդհատ փոքրանալ, կծկվել ու դառնալ իրականության զղը։ Ընդ որում, մի քիչ առաջ ընկնելով իմ, այսպես ասած, խոսքի սյուժեից, ասեմ, ուր էր թե Պարոնյանի նման մի երգիծաբան ունենանք մենք նաև այսօր, որ թե նրա ազգային ճոճերի, թե նրա ապրած իրականության ճշմարտությունը բերել ասպարեզ։ Որովհետև եթե նա թուրքական գրաքննության պայմաններում էր շատ բանանում, ապա փառք Աստծո, հիմա մենք այսպես ասած ժողովրդավարական ազատության եւ խոսքի ազատության մեջ ենք, եւ այդ երգիծաբանն է մեզ պակասում։ 1888 թվականին թուրքական կառավարության կողմից հայ պարբերականների փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Մեծ ջանքեր գործադրելով Պարոնյանը կարողանում է հրատարակել Խիկար հանդեսը, սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում, բայց յուծող հիվանդությունը թոքախտը արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը։ Պարոնյանը միշտ հոգատար հայր ու ամուսին է եղել, բայց շատ համեստ վաստակի պատճառով չի կարողացել ընտանիքի համար իր ցանկացած պայմանները ստեղծել։ Մեծ գրողի վերջին խնդրանքն է եղել հոգ տանել կնոջն ու երկու փոքր երեխաներին։ Հրաչյա Աչարյանը պատմում է, որ կեդրոնական վարժարանի աշակերտները իրենց նախաճաշի Պոլսի կամրջից անցնելու համար տրամադրված գումարից խնայում էին ու բերում տալիս էին Պարոնյանին, իրենց ուսուցչին։ Պարոնյանը վախճանվում է 1891 թվականին։ Հայ գրականության մյուս երևելի երգիծաբանը Լերկամսարը, ծաղրելով այն, որ հասարակությունը Պարոնյանի մայից հետո միայն սկսեց նրան գնահատելու արժևորել, գրում է. Բարոնյանն ինքնակլուխ մեռնել են առաջ պարդավոր էր փացնամագը ուղղել ասքին, թե ասք, ահվասիկ ես անոթի եմ ու գմեռնիմ, կամ կուտակ հասպանին, թե ոչ։ Երբեք ազգային հավաքույթների, ազգային այսպես ճառերին չէր մասնակցում, բայց արած գործով շատ ավելի լուրջ է երևում, քանի պիես ունի գրած։ Ավարտված վիճակում երկուսն են, Շողոքորթը անավարտ, եւս մի սևագիր վիճակով, հա, եւ մեծապատիվ մուրացկանները, որը պես չի, բայց
մի 3 դասական բեմականացում կա, հա, որ բազում անդամներ բեմադրվել են։ Բայց այս քանակության պիեսներով նա հանգիստ կարող է մրցել յուրաքանչյուր եվրոպական դրամատուրգի հետ։ Ընտրի պիեսների քանակը չի, մտածված, մշակված եւ հավասարակշռված։ Պարոնյանը ստեղծեց ծիծաղի էսթետիկա, երգիծանքի գեղագիտություն։ Սա շատ մեծ բան է։ Եվ Պարոնյանի ժառանգությունը ուսումնասիրել ու Պարոնյանին ներկայացնել անհրաժեշտ է այս տեսանկյունից։ Հակոբ Պարոնյանը գրականության տեր էր, գրականության միջնաբերդն էր այդ տարիներին։ Ինչու եմ սա ասում։ Ամեն մի ժամանակ ունի իր դեմքը։ Այդ դեմքը պատասխանատու է պատմության առջև։ Այդ դեմքով է որոշվում ժամանակի բարոյականությունը, գրականությունը, տաղանդը, չափը, կշիռը։ Յուրաքանչյուր ժամանակի մեջ այդպիսի դեմքեր կան։ Աբովյան, Պարոնյան, Չալենց, Տերյան, Թումանյան, Սևակ, Սահյան կան։ Ահա Պարոնյանը իր ժամանակի այդ դեմքերից մեկն է եւ իր ժամանակի թե գրական, թե մարդկային, թե ազգային բարոյականության կրողը։ Այդ իսկ պատճառով նա հիրավի շատ մեծ է եւ նրան գնահատելը առաջին հերթին նշանակում է նրան վերստին նորից կարդալ։ Մահից հետո սկսվեց Պարոնյանի դրամատուրգիայի ու առասարակ գրականության մեծ հաղթարշավը, որը շարունակվում է այսօր էլ։ Հետաքրքիր է, որ նրան հիշում, գնահատում ու բեմադրում են ոչ միայն Հայաստանում եւ ոչ միայն սփյուռքահայ թատերախմբերում։ Մահվանից առաջ մեծ երգիծաբանը մարգարեացել է ինքն իր մասին. «Դու չկրցար զիս հաղթել եւ մերցնել զիս, ով մահ։ Ահա իմ անունս անմահ մնացած է երկրի վրա։ Ահա իմ մասին թեր կխոսեն, թեր կպատմեն։